Երբևէ մտածել եք, թե ինչ է սպասվում այն աղջկան, ով 17 տարեկանում ամուսնանում է ու գնում օտար երկիր, համարյա անծանոթ ամուսնու հետ, ով չգիտի լեզու, չունի մասնագիտություն և կյանքը միայն գունավոր ակնոցներով է տեսել։ Ամուսնացանք ու մեկնեցինք Ռուսաստան։ Անցավ մի քանի ամիս։ Սկզբում թվում էր, պարզապես պետք է սովորեմ նոր կյանքիս։ Նոր երկիր, նոր մարդիկ, նոր տուն, բայց օրերը գնալով ավելի ծանր էին դառնում։ Ամուսինս առավոտյան շատ վաղ դուրս էր գալիս տնից, վերադառնում ուշ գիշերը։ Ես ամբողջ օրը մենակ էի մնում օտար քաղաքում, փակված 4 պատի մեջ։ Սկզբում փորձում էի ինձ զբաղեցնել, տուն էի հավաքում, ուտելիք պատրաստում, պատուհանից դուրս նայում մարդկանց, բայց օրերը իրար նման էին դարձել։ Ես կարծես կամաց անհետանում էի։ Երբեմն ասում էի՝ գոնե մի քիչ շուտ արի տուն, իսկ նա առանց ինձ նայելու պատասխանում էր՝ եթե ես գիշեր-ցերեկ չաշխատեմ, դու էս կյանքը չես ունենա։ Այդ խոսքերից հետո լռում էի, մտածում էի՝ երևի ճիշտ է, երևի սա է մեծ կյանքը, պետք է համբերեմ, բայց կամաց ես կորցնում էի ինձ։ Հայելու մեջ ուրիշ աղջիկ էր։ Այն աղջիկը, որ մի ժամանակ երազում էր Երևանի մասին, միշտ ժպտում էր, աչքերը փայլում էին, հիմա օրերով չէր խոսում ոչ մեկի հետ։ Ամենածանրը երեկոներն էին, ամեն երեկո սկեսուրս զանգում էր։ Սկզբում սովորական հարցերից էր սկսվում. ինչ եմ արել, ինչ եմ պատրաստել, ուր ենք գնացել, բայց հետո խոսակցությունը միշտ նույն տեղն էր հասնում. բա լուր չունեք։ Այդ լուրը երեխայի մասին էր։ Նրա ձայնի մեջ մի բան կար, որ ինձ ներսից ճնշում էր. թաքնված հանդիմանանք։ Ասես ես ինչ-որ բանում մեղավոր էի։